Զելենսկիին սպասում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Զելենսկին սովորաբար հայտնվում է այնտեղ, որտեղ հակառուսական տրամադրություններ են շրջանառվում։ Հայաստան այցի դեպքում այդ հարթակը կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի այս ակտիվությունը ըստ փորձագետների միայն դիվանագիտության մասին չէ։ Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, սա նաև կլինի Ռուսաստանին ուղերձ, որ Ռուսաստանը այլևս չի տիրապետում իր նախկին, ասենք, ազդեցության գոտիներին, եւ որ Զելենսկին այլ գոտիների ցանկալի առանց է։ Որքան էլ տարօրինակ թվա, Զելենսկիի հնարավոր այցից մեծապես Նիկոլ Փաշինյանն է տուժելու, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Վտանգը մեծ է, որ Զելենսկին Հայաստանում կդառնա գլխավոր դերակատարը։ Նա իր պատերազմով ու իր կերպարով Եվրոպայի համար ավելի հետաքրքիր օբյեկտ է լինելու, ում շուրջ էլ պտտվելու է գագաթնաժողովը, բայց սա միակ վտանգը չէ։ Զելենսկին Երևանում նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Զելենսկին Երևանում նշանակում է իր հայտարարություններով անթակույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետությունների մոտ՝ Իրան, Վրաստան, նույնիսկ Թուրքիա։ Այստեղ հատկապես ուշագրավ է Վրաստանի գործոնը։ Թբիլիսին չի ողջունում Զելենսկիի քաղաքականությունը, նաև փորձում է բալանս պահպանել տարածաշրջանային ազդեցության կենտրոնների Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Զելենսկիի այցը Հայաստան կարող է նվազեցնել այդ բալանսի հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ Վրաստանը բացական իրավիճակ կարող է ունենալ, նաև հաշվի առնելով, որ Ուկրաինայի եւ Վրաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սրվում։ Եվ այդ առումով Վրաստանը բացական դիտարկի այցը։ Պնդումը, թե Հայաստանը մայիսյան գագաթնաժողովի օրերին կդառնա հակառուսականության էպիկենտրոն, միանշանակ իր գինն է ունենալու, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում, պնդում են զրուցակիցներս։ Որտեղ Զելենսկին տանում են, դա ապտակա Ռուսաստանի քաղաքական առումով։ Այդ ապտակ ուզում են Հայաստանում հասցնել, որ Հայաստանին Ադրբեջանի հետ փոխել ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռիսկերն առաջին հերթին տնտեսական են լինելու, մանր ճնշումներ, Լարսի հետ կապված խնդիրներ, ապրանքների սահմանափակում, որոնց ականատես եղանք նաև այսօր։ Հերթական 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցվեց Ռուսաստանում, բայց Եվրոպական համայնքին Հայաստանի կրած տնտեսական վնասը մեծ հաշվով չի հետաքրքրում, ասում է Դանիելյանը։ Վերլուծաբանների մի մասն էլ կարծում է Մոսկվան այս փուլում կտրուկ քայլերի չի գնա։ Ռուսաստանից առանձնակ, այսպես ասենք, հակազդեցություն դժվար թե կարելի է սպասել, հատկապես որ Ռուսաստանի համար թե միջոցառման փաստը Հայաստանում, Հայաստանի իշխանությունների վարքագիծը բացարձակապես նորություն չեն եւ Ռուսաստանում կարծում եմ պատրաստվում են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ արձագանքների, այլ երկարաժամկետ ռազմավարություն են փորձելու մշակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ, նույնիսկ առանց կտրուկ արձագանքի այցը կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Առաջանում է մի հարց. արդյոք Զելենսկիի այցի ֆոնին Հայաստանը չի դառնա քաղաքական փորձարկման գոտի մեծ խաղացողների հակասությունների կենտրոնում։ Սետա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։